Հարաբերական անդորից հետո Միացյալ Նահանգների զինուժը կատաղի գրոհների հերթական ալիքն է իրականացրել Իրանի դեմ ի պատասխան տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ ԻՀՊԿ-ի նոր հարվածների։ Ուժեղ հակահարվածի մասին նախօրեին անոնսել էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Մենք շատ հզոր հարվածներ ենք հասցնելու Իրանին, այժմ մեր հերթն է գրոհելու։ Նրանք դա լավ գիտեն, նրանց արձակած 5 հրթիռներն էլ խոցել ենք։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը նշել է, որ գրոհների մեկնարկից 2 ժամ անց օպերացիան հաջողությամբ ավարտել են։ Հարվածներ են հասցրել Իրանի տասնյակ թիրախներին, այդ թվում ռազմական հրամանատարական կենտրոններին, հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի օբյեկտներին, առափնյա հսկողության եւ պաշտպանության օբյեկտներին, նաեւ թիրախավորել են ծովային կարողությունները։ Հարվածների նպատակն էր նվազեցնել առևտրային նավագնացությանը եւ ծոցի երկրներին սպառնացող վտանգը։ Թիրախավորվել են Ահվազ եւ Բուշեր քաղաքները, Քերշմ եւ Քիշ կղզիները, բազմաթիվ պայթյուններ են որոտացել։ Քերշմ կղզում հարվածներ են հասցվել բնակելի շենքի, զոհվել է 1 ընտանիքի 3 անդամ, մայրը, հայրն ու նրանց երկամյա երեխան։ Փլատակներից դուրս են բերվել բազմաթիվ բնակիչներ, տուժածները հոսպիտալացվել են։ Նախօրեին Իրանը դաս էր տվել ամերիկացիներին հզոր հարվածների տարապ տեղալով Հորդանանում ամերիկյան ռազմաբազաների վրա։ Տեղեկություններ կան, որ Միացյալ Նահանգների զինված ուժերը քննարկում են զինծառայողների բջջային հեռախոսների օգտագործման արգելքի հարցը։ Մտավախություն կա, որ նկարահանված տեսանյութերը կարող են օգնել Իրանին թիրախավորել ամերիկյան բազաները։ Իդեպ Հորդանանում արդեն բացահայտ իրենց դժգոհությունն են հայտնել ամերիկյան ռազմական ներկայության դեմ։ Հարյուրավոր հորդանանցի քաղաքական, իրավաբանական եւ հասարակական գործիչներ բաց նամակ են գրել պահանջելով Միացյալ Նահանգների ուժերի դուրսբերումը։ Հորդանանցիները պնդում են ամերիկյան ռազմական ներկայությունը լուրջ վտանգ է ներկայացնում, ինչը կարող է երկիրը ներքաշել անցանկալի պատերազմի մեջ։ Ամերիկյան ռազմական գործողություններից դժգոհել են նաև Իրաքում, գիտակցելով, որ ակամա ներքաշվում են տարածաշրջանային հակամարտության մեջ։ Իրաքի ազգային անվտանգության խորհուրդը դատապարտել է Միացյալ Նահանգների ու Սաուդյան Արաբիայի համատեղ ագրեսիան Իրաքի դեմ, հաստատելով հարևան երկրներին սպառնալու համար Իրաքի տարածքի օգտագործումը կանխելու ծրագիրը։ Ռմբակոծությունը խիստ դատապարտել է նաև Իրաքի նախագահը, այն անվանելով երկրի ինքնիշխանության կոպիտ խախտում։ Իդեպ համատեղ հարձակումից հետո Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հանդիպել է Ջեյդի Վենսի հետ, Թրամփի վարչակազմին կոչ անելով թույլ չտալ հետագա էսկալացիա։ Իրանը վերահաստատել է իր գերակայությունը Հորմուզի նեղուցում։ Հորմուզի նեղուցը նախկինի պես փակ է մնում, իսկ ցանկացած նավի եւ նավթատար տանկերի անցումն իրականացվում է միայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հետ համաձայնեցմամբ։ Դոնալդ Թրամփն առաջարկել էր Հորմուզում Իրանի հարվածներից տուժած առևտրային նավերի վնասը փոխհատուցել իրանական սառեցված ակտիվներով։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Թրամփի հայտարարությունն անվանել է տարածաշրջանում իրավիճակը անկայունացնելու ևս մեկ փորձ։ Իրանի զինված ուժերը թույլ չեն տա Հորմուզի նեղուցով անցնել այն պետությունների նավերին, որոնք ստանում են Իսլամական Հանրապետության սառեցված ակտիվները։ Ամերիկյան կողմի պնդմամբ պահապանների կորպուսը որևէ իրավասություն չունի թելադրելու Հորմուզի նեղուցով ազատ ու անխոչնդոտ անցնող նավերի երթուղին։ Միջազգային մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Իրանը կարող է մի քանի շաբաթվա ընթացքում ստանալ չինական հրթիռային կայանքների առաջին խմբաքանակը։ Հաղորդվում է, որ խմբաքանակը կարող է հասնել մինչև 400 կայանքի։ Պեկինից հերքել են լուրը, հայտնելով, որ Չինաստանը մշտապես կառուցողական դեր է ունեցել ու առաջ է մղել հակամարտությունների կարգավորման ու խաղաղության հաստատման նախաձեռնությունը։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահը հույս էր հայտնել, որ Ռուսաստանն ու Չինաստանը Իրանի պատերազմի մասնակից չեն դառնա։ Հակառակ դեպքում վատ ու ծանր հետևանքներ կլինեն նրանց համար։ Եթե Չինաստանը զենք մատակարարի Իրանին, դա ինձ շատ կհիասթափեցնի։ Թեպետ Սի Ցզինփինն ինձ անձամբ է խոստացել, որ այդպես չի լինի, ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։